Տիկին Կարապետյան, դուք ձեր աջակցությունը բացահայտ հայտնել եք Սրբազան շարժմանը, հիմա ծանոթանալով այդ ձայնագրություններին, հաղորդագրություններին, ինչ տպավորություն եք ստացել, վերաբերմունք փոխվել է։ Տեսեք, այս իշխանությունների ձեռագիրը չի փոխվել եւ մենք մեկ անգամ չէ որ տեսել ենք շինծու ձայնագրություններ, ինչ որ այսպես կարած անփութորեն պատրաստված գործեր, երևի թե առաջինը Երջանկայի Մանվել Գրիգորյանի գործն էր, երբ ժողովուրդը դեռ գտնվում էր էյֆորիայի տակ եւ շատերը հավատացին, սակայն հետագա ընթացքը ցույց տվեց ինչպես է եղել եւ ինչ է եղել։ Սրբազան պայքարի մասին ես նոր իմ մոդել եմ գրել, Բագրատ Սրբազանի գրքերը կարդացած մարդը չի կարող հավատալ այդ բայևիկ սցենարին, որը մեզ ներկայացրեցին։ Այդ անփութորեն, արագ, ինչ որ իրենց համապատասխանեցրած, ներկա իշխանությունների ոճի մեջ, ինչ որ այդ ահաբեկչական գործողությունները, որոնք կատարվելու են մարդկանց կողմից, ովքեր իրենց ամբողջ կյանքի ընթացքով ցույց են տվել, որ նրանք խաղաղության քարոզիչներ են, որ նրանք հայրենիքի պաշտպաններ են, որ Սրբազան պայքարը կոչվեց Սրբազան, են Սրբազանի բառերը մեջ բերեմ, որպեսզի մենք ունենանք պատիվ եւ հայրենիք։ Պատիվ եւ հայրենիքը որևէ կերպ չի ենթադրում ահաբեկչություն։ Եվ երևի կհիշեք հունիսի 12-ի դեպքերը, երբ իշխանությունների կողմից նետվեցին նեռնակներ մեր բոլորի վրա, Բագրատ Սրբազանը փոխեց մարտավարությունը, արյունահեղությունը կանխելու համար։ Դուք ասացիք ահաբեկչություն չէ, բայց այդ տեսեք Ալեն Սիմոնյանը հենց նոր մի քիչ առաջ Հմեկի եթերում հայտարարել է, որ սա ակնհայտ տերորիստական ակտի նախապատրաստում է եւ սա նոր հոկտեմբերի 27-ից փրկվելու դեպք է։ Այսպեսին հայտարարել է նա։ Դուք լուրջ մտածում եք, որ ես հիմա մեկնաբանելու եմ Ալեն Սիմոնյանի մտքերի շարանը։ Ալեն Սիմոնյանը ցավոք այն մարդն է, ով այսօր զբաղեցնում է ազգային ժողովի նախագահի աթոռը, բացարձակապես չընկալելով եւ չհասկանալով որտեղ է նա գտնվում։ Ցավոք մեր երկիրը այսպիսի առճակատման եւ այսպիսի ցնցումների տանում է հենց իշխող Վերնախումբը իրենց վերջին շրջանի սոցիալական բևեռացմամբ, եսի նկատի ունեմ քաղաքացիական բևեռացումը, որտեղ ինչպես տեսնում եք, բառապաշարը փոխվել է հանրության հետ խոսելու, ընդդիմադիրները դարձել են նույն վարչապետի տիկնոջ բառերով էլ ոչիլներ էլ ավելի վատ բաներ։ Դուք որպես կին որ ամեն ինչ կարդում եք, եթե կարողանում եք կարդալ, ինչ եք ուզում։ Ես ամաչում եմ առաջինը մեր հասարակության համար, երկրորդը միջազգային հանրության համար։ Երեկվա այդ խուլիգանական արտահայտությունից հետո առաջինը ես ընթերցել եմ ադրբեջանական մամուլը, տեսել եմ ինչպիսի երջանիկ հրճվանք է, հրճվանքը ի դեպ այսօր շարունակվում է, որովհետև Բագրատ Սրբազանին տերորիզմի մեջ մեղադրանքը երևի թե անգամ ինձ թվում է անգամ Էրդողանի մտքով չէր անցնի այսպիսի սցենար մշակել, ինչպես է ոնց են բացատրել հետաքրքիր դուք անգլերեն գիտեք էլի, մենք մեռելից դաչին ոնց են թարգմանել, որ հասկանան դա ինչ է նշանակում։ Միջազգային հանրությունը կույր է։ Մենք հիմա այսօր ապրում ենք ժամանակաշրջան, երբ նույն Եվրոպային պետք է վերադարձնենք Եվրոպայի արժեքների, երբ դեմոկրատիայի բնորան հանդիսացող Եվրոպայի խորհրդին մենք պետք է հիշեցնենք ինչ է նշանակում դեմոկրատիան եւ ինչ է նշանակում այսպիսի սուր իրավիճակում երկակի ստանդարտների ցցուն օրինակի մեջ ապրելը։ Ինչու են այդ ցցուն օրինակները, որովհետեւ հիշում ենք ԵՄ դեսպանը նախկին իշխանությունների ժամանակ նույնիսկ դատավարական պրոցեսների էր մասնակցում եւ կոմենտներ քննադատություններ էր ուղղում։ Այսօր ինչու ականատես չենք լինում նույն Եվրոպայի ակտիվությանը, ինչու ականատես չենք լինում են իրավապաշտպանների ակտիվությանը կամ որոնք պարկում էին, կանգնում էին, չգիտեմ ինչ էին ամ չնայած այսօր Վարդգես Կասպարյան եկել էր եւ ընդդեմ Բագրատ Սրբազանի էր խոսում, ընդդեմ Բագրատ Սրբազանի գրած։ Ինքը առաջի դեպքը չի, որ նա գալիս է ակցիաների եւ ընդդեմ այդ ակցիայի արտահայտություններ անում։ Տեսեք, եթե կհիշեք, ես Եվրոպայի խորհրդում աշխատել եմ բավականին երկար ժամանակ, եղել եմ իշխանական ներկայացուցիչ եւ իմ վրա եմ կրել ցանկացած մեր երկրում ակտիվիստի հանդեպ
թեթևակի բացասական վերաբերմունքին։ Եթե հանկարծ ինչ-որ մեկի մազը ծռվում էր, անգամ եթե քամին էր այդ մազը ծռում, մենք մեղավոր էինք լինում ամեն ինչին։ Սկսած պատերազմի օրերից մինչ օրս ես նամակագրական կապի մեջ եմ եվրոպացի իմ երբեմնի գործընկերների հետ, եւ ես տեսնում եմ այդ շահերի փոփոխությունը։ Ստացվել է այնպես, որ գերտերությունների այս խաչմերուկում, որտեղ մենք գտնվում ենք, մենք կորցրել ենք մեր հեղինակությունը։ Ոչ թե մենք փոխել ենք վեկտորը, ոչ թե մենք փոխել ենք ուղղությունը, մենք ինչ որ Եվրոպա ենք գնում դեպի կամ մենք Ռուսաստանին ենք, ոչ, մենք կորցրել ենք մեր հեղինակությունը եւ ցավոք այսօր մեր մասին մեծ քննարկումները տեղի են ունենում առանց մեր մասնակցության եւ դա է որ մեզ ոչ հարգում են, ոչ տեսնում են, ոչ ինչ որ ձևով փորձում են միջամտել։ Տիկին Կարապետյան, դուք Ավդալբեկյան փողոցի վրա գտնվող Բագրատ Սրբազանի վարձակալած բնակարանում եղել եք թե չեք։ Եղել եմ։ Մեկ անգամ չէ որ եղել եմ։ Այդ հանդիպումների ժամանակ ինչ քննարկումներ եք ունեցել, արդյոք ձեզ էլ կարող են հետագայում դիտարկել որպես պոտենցիալ ահաբեկչական խմբի անդամ։ Տեսեք, Խրիպսինե ջան, ես ոչինչ չեմ բացառում, բայց ես կարող եմ մի բան հստակ նշել, որ բոլոր հանդիպումների ժամանակ, որոնք եղել են թե անձնական, թե խմբակային, բոլոր հանդիպումների ժամանակ ես որևէ տառ անգամ չեմ լսել բռնության կոչերի կամ ուժով ինչ-որ գործողությունների գնալու։ Դες չի ասել գյուլելու մասին։ Ես հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստերը իհարկե այդ ամեն ինչը հասկանում եմ, բայց Բագրատ Սրբազանի մեջ տեսնել ահաբեկիչ եւ չնայել սեփական հայլիի մեջ դա բարդ է, էլի։ Բոլոր հանդիպումների ժամանակ բնականաբար մտահոգված քննարկվել է երկրի վիճակը, բնականաբար քննարկվել է իշխանափոխության հարցերը, զուտ օրենքի շրջանակներում սահմանադրական ճանապարհով շատ ենք խոսել մենք միասին իմպիչմենտի մասին, շատ ենք խոսել 26 թվականի ընտրություններին սպասել չսպասելու մասին, բայց այնինչ այսօր հրամցվեց, գիտեք, եթե այսքան լուրջ չլիներ, կարելի էր լիաթոք ծիծաղել։ Այդ կատակները, որ հիմա սոցիալական ցանցերում պտտվում են, հա, որ Իսկանդեր են գտե, Արեշնիկ են գտե, կարելի էր լիաթոք ծիծաղել, եթե այսքան լուրջ չլիներ ամեն ինչ։ Եթե Հրայր Սարգսակին օրինակ կարելի է առաջադրել մեղադրանք, որ նա իշխանությունը յուրացմանն է գնում, դա ծիծաղ է առաջացնում, բայց ես ցավ եմ ապրում։ Նրանք իմ ընկերներն են, նրանք մարդիկ են, ովքեր մտահոգ են։ Ի վերջո մարդիկ են, ովքեր հողն են պաշտպանում, ոչ թե գնում են Թուրքիայի հողն են համբուրում։ Ինչ է կարծում եկեղեցու դեմ ինչ գործողություններ են հաջորդելու, որովհետև Փաշինյանը խոսում է արդեն գործողությունների պլանի մասին։ Սա համապարփակ գործողությունների ծրագիր է, որը միտված է նրան, որպեսզի 26 թվականի ընտրություններին իրենք հարթեն ճանապարհ։ Իդեպ շատ հետաքրքիր եմ ես նայում այդ իրենց ծրագրին, նրանք անում են ամեն ինչ, կիրառում են թե փափուկ ուժ, թե բիրտ ուժ, ինչպես տեսնում եք, ես էլի առիթ եղել ասել եմ Գյումրիի ընտրություններին եւ Փարաքարի ընտրություններին պարտվեցին, ես կարծում եմ, որ դիտավորյալ, որպեսզի ընդդիմությանը ներքաշեն ընտրական գործընթացի մեջ եւ հավատացնեն, որ տեսեք մենք նաեւ պարտվում ենք, նրանք սակայն նրանք արդեն պատրաստում են քաղաքական գործիչներ, ովքեր կլինեն ընդդիմություն, ես այսօր կարդացել եմ մի քանի գրառում, ովքեր ասում են, որ ահաբեկչությունը անընդունելի է, ասենք օրինակ նույն Դավիթ Սանասարյանը, ում ես շատ լավ ճանաչում եմ ու ում մասին մինչև վերջին հայտի դեպքերը ունեի շատ դրական կարծիք, ինչպես կարող է Բագրատ Սրբազանին համարել ահաբեկիչ։ Այսինքն սա մեծ մի ծրագրի մասերից մեկն է։ Նրանք գնալու են ընտրությունների ճանապարհով, վերցնելու են փոքրամասնության իշխանությունը, ինչպես ասվում է, եւ նրանք լուրջ մրցակիցներին, մարդիկ, ովքեր անկոտրում են, ինչպիսին է Բագրատ Սրբազանը, ինչպիսին էր մենք տեսանք Սամվել Կարապետյանի այդ աղաղակող դեպքը, կլինեն էլի անուններ, ես կարծում եմ, այսինքն այն թիմերի հանդեպ, ովքեր նահանջը չգիտեն ինչ է, կիրառելու են բոլոր հնարավոր միջոցները։ Ես եմ շնորհակալ։